Չինաստանի միջազգային ներմուծման ցուցահանդեսը այս տարի ավելի մասշտաբային է ու բազմազան, քան երբևէ։ Ռեկորդային թվով մասնակիցներ ունի Շանհայի 8-րդ էքսպոն, 67 երկրի 4000 ընկերություն, այդ թվում 290-ը Fortune 500-ի հսկաներ։ Հայկական տաղավարում այս տարի տարբեր ոլորտների 12 ընկերություններ ներկայացնում են 25 ապրանքանիշ։ Ցուցահանդեսին մասնակցել է չափազանց արդյունավետ է եւ նոր հնարավորություններ է տալիս մեր արտադրողների համար, նոր շուկաներ գտնելու, ինչպես նաև հայկական ծագման արտադրանքը ավելի ճանաչելի դարձնելու տեսանկյունից։ Պետք է նշեմ, որ նախորդ տարվա ցուցահանդեսի արդյունքում մի շարք ընկերություններ հնարավորություն են ունեցել համաձայնագրեր կնքելու եւ որոշ ընկերություններ նախատեսում են մինչեւ տարեվերջ իրենց արտադրանքը արտահանել չինական շուկա։ Չինական շուկան իր հսկայական ծավալներով ու պահանջարկով նոր հնարավորություններ է բացում հայ արտադրողների համար, սակայն աշխարհի ամենամեծ ներմուծման էքսպոյին հայկական ընկերությունների ներկայությունը ոչ միայն տնտեսական, այլև ճանաչողական նշանակություն ունի։ Նախորդ տարիների արդյունքներից կարելի է ասել, որ մի քանի ընկերություններ խմիչքի արտադրության, հայկական բրենդի, գինիներ, հրուշակեղեն արդեն իսկ սպառվում են Չինաստանում եւ դա վատ ցուցանիշ չի այս մեծ շուկայի համար, բայց պետք է բարբերաբար ընթանա այդ գործընթացը, որտեղ մեկ անգամյա ներկայացմամբ հնարավոր չի ամբողջ Չինաստանում ճանաչելի դառնալ։ Չինական շուկան մրցակցային է, այստեղ հաջողության հասնելու համար հարկավոր է ճիշտ ռազմավարություն ու հստակ պատկերացում, թե ինչպիսի ապրանքներ ու ծառայություններ են պահանջված տեղական շուկայում։ Չինական շուկան շատ կարևոր է, որտեղ աշխարհի բոլոր երկրները ձգտում են ներկայացնել իրենց ապրանքը չինական շուկայում եւ սպառել։ Ճիշտ է, դա պահանջում է մարքեթինգային մեծ աշխատանք, սակայն ոչինչ հեշտ չի, առավել եւս չինական շուկան, որովհետեւ այստեղ չինացիներն են սպառողները։ Ամբողջ աշխարհում մեր հայկական արտադրանքը ներկայացում է այն շուկաներում, որտեղ հայկական համայն կա, հայկական սպյուրք կա։ Չինաստանում, քանի որ չկա հայկական սպառող, հիմնականում չինացիներն են։ Դրա համար ավելի բարդ է, բայց պետք է աշխատել այդ ուղղությամբ, որպեսզի չինացիների քիմքին ավելի բարեհաճ մեր սննդամթերքը խմիչքը ներկայացվի, ինչու՞ չէ նաև այլ արտադրանք։ Արմեն Մխիթարյանի համոզմամբ ապագայում երկկողմ առևտուրը պետք է ընդլայնել սննդի վերամշակման, IT ծառայությունների եւ գյուղատնտեսական ապրանքների ոլորտում, իսկ Հայաստանից արտահանվող հանքանյութը փոխարինել վերջնական արտադրանքով։ Շանհայի էքսպոյին մասնակցելով Հայաստանն ընդլայնում է առևտրի ու արտահանման հնարավորությունը ոչ միայն դեպի Չինաստան, այլև ցուցահանդեսին մասնակցող այլ երկրներ։